հիմա ես գտնվում եմ Շենգավիթ վարչական շրջանում, Շողակաթ հեռուստաընկերությանը կից այգու մոտակայքում եւ այստեղ աշկ զարնեց, որ եզրաքարերն են փոխում, ճշտեցի, որ դա իրականացվում է վարչական շրջանի միջոցներով, այսինքն այս ամենի պատասխանատուն Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար հայտնի Ռազմիկն է։ Հիմա եկեք տեսնենք Ռազմիկը եւ նրա կատարած աշխատանքը։ Տեսեք, սիրելի հայրենակիցներ, մեր կողմից վճարված հարկերը, որ մենք վճարում ենք, պետք է խիստ անհրաժեշտ է, որ արդյունավետ կառավարվի նաև եւ չփոշիացվի, բայց ես կարծում եմ, որ փոշիացվել չի, այլ աղբերական ատկատ է ստեղ գործում, որովհետեւ տեսեք, այս եզրաքարերը, որոնք որ պետք է տեղադրվեն, խիստ անհրաժեշտ է, որպիսի ներքևը որպես հիմք ծառայի պադուշկա 10 սանտիմետր հաստությամբ շիբին եւ շիբինը տեղադրվելով, այսինքն պատկերացնում եք մեծ բազալտե շիբինները որ կան, հիմք ծառայեն իրենք եւ որից հետո նոր տեղադրվեն, լինեն որպես պադուշկա մեր եզրաքարերին, տեղադրվեն եզրաքարերը, բայց ավաղ մենք տեսնում ենք, որ չկա, այսինքն այդ 10 սանտիմետրանոց որպես այդպես պադուշկեկը չկա, այլ մի փոքր այս մանր կռոշկեկը բերել լցրել են, տեսեք, այս խուժան կռոշկեկը բերել լցրել են եւ 10 սանտիմետր ակնհայտ է որ չկա, հիմա մենք այս տեղն ենք, շարունակենք նաեւ այլ տեղերներ նայել, բացակայմա տեղեր կա, որ նույնիսկ հող է, սիրելի հայրենակիցներ, այս մարդիկ բերել տեղադրել են այս եզրաքարերը, որից հետո խիստ անհրաժեշտ է, որ 10 սանտիմետր լայնությամբ թափվի բետոնը, այսինքն բետոն լցվի եւ ինքը ամրանա, բայց քանի որ մեր եզրաքարերը չունեն 10 սանտիմետրանոց շիբինի այդ պադուշկեքը, բնականաբար արդեն իրանք մնում են օդի մեջ, այստեղ նայեք նաեւ այս հատվածը ինչ փնթի աշխատանք է տարված, հողի վրա, ուղիղ նայեք սիրելի հայրենակիցներ, տեղեր կա ուղիղ հողի վրա է։ Եվ այս եզրաքարը առնվազն 1 տարի կամ 2 տարի հետո քանդվելու է ինքը, բայց կարելի է այս ամեն ինչը կառուցել շնորհքով մարդավարի, որ ասեն մարդու կատ կերածելն ու նորմալ կառուցեն այս ամբողջը, ասեն, որ ամեն տարի սա վրա փող դուրս չգրեն։ Ստեղ էլ նայեք, էլի այս նույն եզրաքարերի վիճակը նայեք, էլի հասկանում եք, ինքը արդեն ստեղ նայեք, ինքը պոտենցիալ ճակտված է։ Ստեղ նայեք մի հատ ուրիշ ծաղրի առարկա էլ կա, էլի սիրելի հայրենակիցներ։ Այս մատվածը, որտեղ որ հետիոտները քայլում են, տեսեք սիրելի հայրենակիցներ, ստեղ նորմալ եզրաքարերը կան, ընդեղ փոխում են եզրաքարերը, իսկ այս մյուս կողմը ասած անտեղ թողած է նույնպես, էլի։ Ռազո, ուզում եմ հարց տամ։ Դու Շենգավիթ համայնքում sense անորակ աշխատանք որ անում ես, քո դուրը գալիս, հա։ Ընկեր կարաս ես քո ատկատն ինչքան է սրա մեջ։ Քո ատկատը կոնկրետ սրա մեջ ինչքան է։ Ես առավել քան վստահ եմ, որ ծավալաթերթով հստակ սահմանվում է, որ պիտի լինի այդ շիբինը։ Հասկանում եք սիրելի հայրենակիցներ, եթե շիբինը հիմք համուր չդնես, ինքը չի կարող երկար ծառայել։ Եվ այս պարագայում հերթական անգամ համոզվում ենք, որ քաղաքային իշխանությունը ուղղակի գումարները մսխում է։ Ուղղակի գումարները մսխում է եւ այդ ծավալաթերթերը լրացնելով չի որ մենք այսքան աշխատանք ենք անում տղեկ հետեւողական լինեք եւ հաջորդ հարցը Նիկոլ Փաշինյանին է Նիկոլ Փաշինյան դուք երկար տարիներ բնակվելով Շենգավիթ վարչական շրջանում հիմա եթե դուք լինեիք ընդդիմադիր եւ փողոց դուրս գայիք տեսնեիք այս պատկերն է ինչ կանեիք անկեղծ ասեք հերը կանից եք է շինարարի թե չէ շինարարը մեղ չունի ասեմ ավելին հսկողի կոնկրետ հարց եմ տալիս ինչ կանեիք դուք Թաղապետին ու քաղաքապետին ինչ կանեիք դուք։ Բա կարելի է գումարը սենց մսխել։